Մինչ PC4000-ի գալը ես նույն տեխնիկայի PC3000-ը ունենք մեր հանքում։ Ես 1 տարի այնտեղ օպերատոր աշխատել եմ։ Տարածաշրջանի առաջին կոմացու PC4000-ը մոնտաժվել ու արդեն գործարկվում է աշխատանքի մեջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բացանքի տարածքում վերջերս ձեռք բերված հսկայի բնավորությունը փորձում է հասկանալ Նիկոլայ Դավթյանը։ PC4000-ը իր չափսերի նայելով, իր ծանրությունը տեսնելով ավելի արագաշարժ է, քան PC3000-ը։ Նույնիսկ այդ ծավալի դեպքում։ Աշխատանքային ծավալը, արագությունը մեծանում է շատ, ինքը շատ արագաշարժ տեխնիկա է, չգիտեմ, իմ դուրը եկավ։ Հարմարավետ։ Ացու PC4000-ը, որը համարվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի այս տարվա խոշոր ձեռքբերումներից մեկը, շուտով կաշխատի բնականոն հունով, այն կշահագործվի հիմնականում դատարկ ապարների դուրսբերման նպատակով, 24/7 ռեժիմով 3 հերթափոխով, րոպեում 90, իսկ 1 հերթափոխում 10,000 տոննա լեռնային զանգված կբարձի հսկան։ Ինքը շատ ճոխ, ասենց ասած, տեխնիկա է, շատ հզոր տեխնիկա է։ Առաջին փորձարկումներին մասնակցում են այն վարորդները, որոնք հետագայում կստանձնեն հսկայի կառավարումը։ Բացանքի տարածքում այս օրերին գործնական պարապմունքներ են ընթանում։ Դրանք վարորդների վերապատրաստման մի մասն են։ PC4000-ը կաշխատացնեն դասընթացը հաջողությամբ անցած օպերատորն ու օգնականը, իսկ թե ում կժպտա հաջողությունը, ցույց կտա ժամանակը։ Գործի մեջ արդեն այսօր փորձարկել ենք, բարձումը կատարել ենք։ Կուզեիք դուք հենց աշխատացնել։ Դե բոլորն են ուզում, ես մի անգամ արդեն ասել եմ։ Ով որ աշխատացնի, թող ուրախությունով աշխատացնեն, կարևոր անվտանգ։ This is a transfer pump, it's more for the mechanics. Ինչպես եւ ծրագրվել էր, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքից ժամանած միջազգային կարգի մասնագետը վարորդների վերապատրաստման 14-օրյա դասընթացներ է անցկացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Մանրամասն բացատրում է տեխնիկայի կառուցվածքը, կառավարման նրբություններն ու հմտությունները։ Աշխատանքը բաժանված են երկու մասի։ Մեխանիկները սպասարկում կիրականացնեն, իսկ օպերատորները պետք է պարզապես կարողանան բարձել մեքենան, վարժ լինեն, քանի որ շատ արագ աշխատող մեքենա է։ Դասընթացների ավարտին քննություն կհանձնեն մասնակիցները և կստանան միջազգային կարգի հավաստագրեր, որոնք մրցունակ են ամբողջ աշխարհում։ Սա բացառիկ հնարավորություն է, որ մեզ տրվել է նման մեխանիզմի վրա դասընթացներ անցկացնելու եւ սերտիֆիկատ եւ ինչու՞ չէ աշխատելու դրա վրա։ Մեր համար սա նոր մեխանիզմ է իհարկե, բայց կտիրապետենք եւ շատ ճիշտ կաշխատացնենք ինձ թվում է։ Շարժիչ ծավալը 62 է, դա արդեն ինքը իրան ցույց է տալի, որ մեծ է, ձիաուժը 1800 եւ ավելի։ Խոսքով գիգանտ մեխանիզմ է։ Ովքեր որ չանցնեն, գոնե սերտիֆիկատը ձեռք կբերեն, մեծ առավելություն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նոր կոմացուի հետ մեծ հույսեր են կապում։ Արտադրողականության բարձրացման սպասելիքները կարդարացնի PC4000-ը։ Մեր ընկերությունը ձեռք բերելով կամացու PC4000 տեխնիկան լուծեց մի քանի հարց, նախ առաջինը ինտենսիվ կատարվում է պարկի թարմացում, դա ամենաառաջին կանոններից մեկն է, եւ երկրորդը ավելի արագ կկատարվի բեռնափոխադրումների գործընթացը, որը շատ կարևոր է ԶՊՄԿ-ի համար, առաջիկայում պլանավորվող արտադրողականության աճի մի մասնիկն է, սա։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 աշխատակիցներ են մասնակցել վերապատրաստման դասընթացներին։ Նրանցից լավագույն 4-ը կշահագործեն կոմացու PC4000-ը։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։